Մենք ներգրավել ենք 110 դիտորդ, կարելի ասած մի մասը ընտրատեղամասեր, շատ քիչ մաս փակել ենք, բայց այդ մեզ հնարավորություն է տալիս որոշակի դիտարկումներ կատարել ու նաև խոսել խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն կամ շարունակում են գոյություն ունենալ։ Օրինակ ընտրատեղամասերում շատ հաճախակի բարձրացվող հարցերից մեկը այն էր, որ ընտրությունների ժամանակ ընտրողը գալիս է ընտրատեղամաս եւ բացահայտում, որ իր անվան դիմաց ընտրությունը արդեն կատարվել։ Սա լուրջ խնդիր է, որը շարունակում է մնալ ոչ միայն իմ ընտրությունը, այլ նաեւ համապետական ընտրություն։ Վերջին համապետական սահմանադրական ընտրությունների ժամանակ մենք ականատես ենք եղել, որ բազմաթիվ անգամներ քաղաքացիները գալիս են ընտրատեղամաս եւ իրենց անվան դիմը արդեն ստորագրած է ու խնդիր կա նաեւ այս տեսանկյունից, որ երբ որ բացահայտում են, որ այդպիսի խնդիր կա, հաճախ հանձնաժողովը առաջարկում է մեկ մարդու փոխարեն անվան դիմաց, ստորագրություն կատարի ընտրողը, որը քրեորեն պատժելի առարկա է, այսինքն հանձնաժողովները ստիպում են քաղաքացուն կատարել մի քայլ, որը ամբողջովին հակաօրինական է։ Հանձնաժողովը շարունակում է շատ վատ վերաբերվել, այսպես ասած, մատյաններից հերթական համարների դուրս գրման գործընթացին, ինչպես գիտեք, օրենքը թույլ է տալիս, պատճենել թույլ չի տալիս, բայց մեր դիտորդները հնարավորություն ունեն այդ հերթական համարները ընտրացուցակներում գրել, ու սա շատ ջղայնացնում է հանձնաժողովները շատ վատ են վերաբերվում այս հանգամանքին, Երևի ընդհանուր իրավիճակը մեր դիտարկած ընտրատեղամասերում հիմնականում հանգիստ է եղել Տավուշի մարզում, որտեղ փոքր համայնքներ էին, բայց ամենաշատ բողոքները ստացել ենք Աշտարակից, նաև բողոքների մեծ քանակ ա եղել համատապար Ջրառատից, որտեղ եւս քիչ թե շատ պայքար կա, ընդհանրապես մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այն համայնքներում, որտեղ գոնե մի քիչ մրցակցություն կա, գոնե ալտերնատիվ տեխնացու կա, ապա այդ ընտրատեղամասերում կամ այդ համայնքներում հավանականությունը ընտրախախտումների բարձրանում է, այս պատճառով հենց հիմնականում ընտրում ենք այդ ընտրատեղամասերը։ Կարելի ասել, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով ենք մենք հաղթել նոր կյանք համայնքում, որովհետև մենք ունենք արձանագրությունը, կնքված ստորագրված եւ դա համարվում է պաշտոնական հիմք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այս պահից սկսած մնում է միայն արձանագրել այդ փաստը։ Հետևաբար մենք արդեն ընդունում ենք շնորհավորանքներ այդ կապակցությամբ։ Մենք ասել ենք, որ այն բոլոր տեղամասերում, որտեղ կունենանք տեխնացուներ, մենք կպահենք մեր ընտրողների ձայն։ Այդպես էլ վարվել ենք Ոսկեվազ եւ Իրինթ համայնքներում, որտեղ մասնակցել ենք, կարող եմ ամենայն պատասխանատվության ասել, ինչպես հրազդանում հայտարարեցինք, որ որևէ ընտրողի քվեր մեզ տված չի կորել։ Այսինքն ընտրությունը կատարել են համայնքի բնակիչները եւ ինչպես որոշել են, այդպես էլ եղել է, մենք պահել ենք նրանց քվեն։ Խախտումների վերաբերյալ իհարկե տենց ոչ շատ խոշոր խախտումներ գուցե եղել են, բայց գոնե իմ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը շատ պատրաստակամ էր տեղում բոլոր հարցերը լուծելու։ Միակ խնդիրը, որ կարող եմ նշել, այն էր, որ հանձնաժողովի անդամներից մեկը անընդհատ հուշում էր ընտրողներին, որ եթե նրանք չեն կարողանում ինքնուրույն ընտրել, ապա կարող են դիմել ինչ-որ մեկի օգնության եւ այդ օգնողը որպես կանոն շատ արագ գտնվում էր։ Ես պատրաստվել եմ, որ առաջադրվեմ ինքնաառաջադրումով, դա ինձ մոտ արդեն սկզբունքային հարց էր, քանի որ կուսակցությունները ելնելով ամեն մեկը իր նպատակներն է հետապնդում, ես էլ որոշեցի, որ ինձ համար ավելի նախընտրելի է հետապնդել համայնքի նպատակները ամբողջովին անկախ կուսակցական պատկանելությունից։ Այժմ փորձում եմ գյուղական վայրերում մի փոքրիկ կարծրատիպ կա, որ փորձում են ելնել ազգակցական շահերից, փորձում եմ կոտրել այդ կարծրատիպը։ Այս թիմ ընտրությունները վերջին տարիներին ստեղծության ամենաակտիվ ընտրություններն էին տեղական ինքնակառավարման մարմինների համար եւ հատկապես աչքի ընկան չափազանց մեծ թվով խախտումների
եւ շատ լայն խախտումների սպեկտրով։ Նախադեպ էր նաև այն, որ այլ անձանց փոխարեն քվեարկություններ էին արձանագրվում, այսպիսի բան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ չէր արձանագրվում նախկինում։ Եվ այս բոլոր խախտումների կապակցությամբ, իսկ խախտումները քաղաքացի դիտորդի խախտումների քարտեզի համաձայն ընտրությունների ավարտի դրությամբ 134-ն էին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացի մեր հայտարարություններին արձագանքելուց ուրիշ ոչինչով չէր զբաղվում։ ԿՀ-ի այս պահվածքը նաև հստակ ցուցիչ է, որ ԿՀ-ի այս կազմը իզորու չէ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքի ապահովում իրականացնել, ընտրական իրավունքի երաշխավոր հանդես գալ։ Վստահված անձանց բավական սանձարձակ պահվածք է դրսևորվել հատկապես դիտորդների նկատմամբ, դիտորդների իրավունքների խախտումների հանձնաժողովները հիմնականում հանձնաժողովները խոչընդոտել են դիտորդներին ընտրողների ստորագրած ցուցակներում հերթական համարների դիտարկման եւ դրանց վերաբերյալ սեփական նշումների կատարման հարցում։ Այդ խախտումները որոշ տեղամասերում այդպես էլ չեն վերացվել։ Դիտորդներին նկատմամբ բազմաթիվ սպառնալիքներ են եղել այս կամ այն գործունեությունը դադարեցնելու դիտարկման գործունեությունը, հակառակ դեպքում նրանց տեղամասից դուրս հրավիրելու սպառնալիքով։ Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ տեղամասերը ուղղակի արգելափակվել են մարդկանց անթույլատրելի քանակի պատճառով։